ուղիղ միջամտությամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Մարիա Կարապետյան, համեցեք Տիկին Կարապետյան։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարցը ուղղում եմ ձեզ։ Անցած տարի գարնանը, երբ մենք հայտարարեցինք Ադրբեջանի հետ, որ բանակցությունները ավարտված են, այդ դրվագից հետո եւ հատկապես օգոստոսի 8-ից հետո, երբ մեր ընդդիմադիրներին հարց էր տրվում, թե իրենք ինչով են բացատրում այն, որ մեր սահմանին չկան կրակոցներ, ինչ որ պահից նաև եւ դրանից էլ ավելի վաղ նաև չկան զոհեր, որ Ադրբեջանի խոսույթը մեծ փոփոխություններ է կրում եւ ինչ որ պահից թե դուք, թե Ադրբեջանի նախագահը նույն նախադասություններով եք նկարագրում իրավիճակը Հարավային Կովկասում, այն է օրինակ, որ մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Մեր ընդդիմադիրների հակադարձումը այն էր, որ այդ ամենը նախընտրական է։ Հիմա ընտրությունները տեղի են ունեցել եւ արդեն 10 օր է այդ ամենը նաեւ հետընտրական է։ Եվ իմ հարցը հետեւյալն է, թեև փոքրինչ ռետորական է այս հարցը, արդյոք կարելի է մտածել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փաստորեն ի հեճուկս մեր ընդդիմության եւ ի հեճուկս երաշխավորների կարող է 1000-ամյակ պահպանեն խաղաղությունը Հարավային Կովկասում։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև այդ նախընտրական փուլում մեր ընդդիմադիրները նաև ասում են, որ մենք առանց երաշխավորների ըստ էության կորած ենք Հարավային Կովկասում։ Էլի 10 օր է անցել եւ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Սրանի պատասխան խորհրդարանի խոսնակը ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն են միմյանց խաղաղության երաշխավորը եւ ընդդիմադիրները այս նախադասության միայն մի հատվածը մեջ բերելով էլի փորձում էին այդտեղ խոցելիություն գտնել։ Այնինչ ես կարծում եմ, որ սա այն մեծ ռազմավարական գործարքի մաս է կազմում, որի մասին նաև խոսել եք դուք։ Հետևաբար ուզում եմ ձեզ խնդրել արտահայտել ձեր դիրքորոշումը սրա նկատմամբ եւ նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հաջորդ քայլերի շուրջ ինչ է ուրվագծվում։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան հարցի համար։ Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք եւ նաեւ որովհետեւ ես ինքս էլ բնականաբար կառավարությունը գրեթե ամբողջ կազմով արձակուրդում է եղել, նախընտրական քարոզության մեջ է եղել եւ process-ներ են տեղի ունեցել եւ շատ կարեւոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացը դինամիկայի մեջ ընկնի իր դինամիկայի մեջ, այս էր պատճառը, որ պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում եւ տեղի ունեցավ, կարծում եմ, արդեն հայտնի է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, ովքեր նախորդող շրջանում, այսինքն այդ ֆորմատը եղել է միշտ չէ, վերջին տարիներին, այսինքն մի քանի անգամ հանդիպումներ են եղել եւ երկուսն էլ ընդհանուր բանակցային process-ների իմ եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումներին հիմնականում ներկա են եղել եւ տեղի ունեցել հանդիպում, այդ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է։ Եվ այո, դուք ճիշտ եք, մեր փորձի վերջո ինչ է ցույց տալիս, ինչ է ցույց տվել, որ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են, ընդ որում գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ ձևաչափով երբեք Հայաստանի Հանրապետությունում կամ Ադրբեջանի Հանրապետությունում հանդիպում տեղի չէր ունեցել եւ առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում եւ ենթադրաբար հաջորդն է տեղի կունենա Ադրբեջանում։ Եվ շատ կարևոր է, որ սրանով ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Բայց ես ենթադրում եմ, որ նաև այս օրինակ հարց կարա ծագի, չէ, Հայաստանի Հանրապետությունում օրինակ 100,000-ավոր քաղաքացիներ համարում են, որ Հայաստանը 29,743 քառակուսի կիլոմետրով պիտի բավարարվի, թե չպիտի բավարարվի, այսինքն այդքան 100,000-ավոր այդպիսի մարդիկ կա, ես պիտի ասեմ, որ չկան այդքան մարդիկ, չկան, այդքան ընտրակաշարք կա,
Ցավոք սրտի, այդքան մարդիկ, որ այդպես մտածում են, ես թույլ տվեք ասել, որ չկան։ Ու սա շատ էական հանգամանք է, եւ ես կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը վերահաստատի իր հավատարմությունը եւ մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը խաղաղության, ես դրա համար եմ ասում, սպառնալիքը այդտեղ է։ Այսինքն մարդիկ ովքեր, այսինքն այնքան մարդիկ կան, որ վերանայում են, որ այս վատ խաղաղությունա պետքա բան անել, հա, ուժով խաղաղություն բերել, այդքան մարդ կա Հայաստանի Հանրապետությունում տենց մտածող։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ստեղ է որ սպառնալիքը առաջացած։ Ես սրա համար եմ ասում։ Խնդիրը այն չէ, ով քանի մանդատ կունենա։ Խնդիրն այն է, որ այդ թվերը արտահայտում են Հայաստանի տրամադրություններ, չեն արտահայտում, որովհետև այդ մարդիկ ասում են, բանը, ասում են ընտրությունները կեղծվել են։ Ոնց ընտրությունները կեղծվել են ու այս դատարկա այս տեղերը։ Տենց բան դուք պատկերացնում եք, ընտրությունները կեղծել են եւ դատարկա այս տեղերը, եւ հանրապետության խորհրդարանում այդ հարցը չի քննարկվում։ Ընտրությունները տեղ են բան, եւ ասենք բանին այն մարդուն, որ 2013 թվականից մինչև մի հացադուլա անում, ուրիշ երկրի նախագահի մայք են հագցնում են տանում ընդեղ, ասում դու այստեղ հացադուլա արա, մենք գնացինք խաշ ուտելու։ Ընտրությունները կեղծվել են եւ հանրապետության հրապարակները դատարկեն, այդ ում ձայնն է կեղծվել։ Ում ձայնն է կեղծվել եւ ոնց տենց բան հնարավոր է։ Ում ձայնն է կեղծվել, որ հիմի տանը հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին։ Ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, դուք տանը վերընկած եք։ Քաբաբ եք ուտում։ Հա, ու բանը, ձայները կեղծված են հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվում։ Մենք ընդդիմադիր չենք եղել, ձայները որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը չամադաններս հավաքած օդանավակայանում ենք եղել։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Դուրս չեք գա, որովհետև գիտեք որ այդ դեպքում դուրս կգան հրապարակներ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով։ Այդտեղ ամեն ինչ կավարտվի։ Չնայած այդ ամեն ինչը ավարտվել է։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է դուրս եկեք։ Ես կոչ եմ անում դուրս եկեք հրապարակ։ Որտեվ հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի եւ ձեր ընտրակաշառքների միջոցով։ Եվ ես առաջնորդնելու եմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք։ Այդ ժամանակ դուք կտենաք ինչ է նշանակում, ոչ թե սիրո եւ բանի համերաշխության եւ թավշա հեղափոխություն, այլ կտենաք ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ով ասում է, որ մենք ձայն ենք կեղծել, դուս եկեք հրապարակներ։ Եվ տանը վերընկած այդ լիդեր կոչվածներին կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ, դուրս եկեք ստեղ տենանք ով եք դուք մի հատ։ Եկեք ստեղ, ինչի է ձեր նստատեղերը դատարկ։ Ինչի է ձեր դրած դրոշները անտեր։ Ինչու մասներ հարցը։ Տիկին արձագանք։ Ես մի հավելում անեմ եւ պարոն վարչապետ, եթե ասելիք ունեք ավելացրեք։ Իհարկե, եթե իրենց թիկունքի հետևում աջակցություն զգային, հիմա գալու էին այստեղ մեծ աղմուկ բարձրացնեին, բայց այս աթոռների դատարկությունը ինքնին իհարկե խնդիր է, բայց Էլ ավելի մեծ խնդիր է, որ այս աթոռները դատարկ չեն եղել եւ այստեղ մենք զանազան գորգորոցներ լսել ենք Հայաստանի համար ամենամութ օրերին, երբ Հայաստանի վրա կար դրսից հարձակում։ Այդ օրերին այս աթոռները դատարկ չէին։
կային մարդիկ, ովքեր այդ դրսի հարցակմանը զուգահեռ ներսից հարցակումը ապահովում էին։ Այդ ներկայության հանդեպ է նաև, որ այսօրվա դատարկությունը այդքան աչք զարնող է, թե այս մարդիկ երբ են հայտնվում եւ երբ են կորչում։ Չէ, այդ մարդիկ ասում են, որ եթե ԿՊ-ն վերարտադրվի, այդ կատաստրոֆա է Հայաստանի Հանրապետության համար, չէ՞։ Բա ԿՊ-ն վերարտադրվել է, իրենք գնացել են ստաներում վեր են ընկե։ Բա հայրենիքի ճակատագրի մասին ով է մտածելու։ Ով է մտածելու։ Ասում եմ, այն մարդուն, որ 2013 թվից է հացադուլ անում, իմ գործընկերոջ նկարով մայք են հագցրել են, ասել են դու ստեղ հացադուլ արա, իրանք գնացել են բան։ Սա ու որը մեկը պտտվի լեզուն ասի, որ ԿՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծել, Ղալաթ է կարե։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է, թող դուրս գա հրապարակ։ Այդ դրանից հետո դուրս կգան հրապարակ նրանք, ում ձայնը դուք ձեր ընտրակաշառքով կեղծել եք, եւ այդ ժամանակ դուք կտեսնեք, ոչ մենք կտեսնենք, այլ կզգաք հեղափոխությունը։ Շնորհակալ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Քրիստինե Պողոսյան, համեցեք։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն վարչապետ,